ույս ներկայացած եկեղեցին միշտ պարտադիր ինքն իր տոնակարգերը ուներ եւ միշտ հետևում էր իր տոնակարգերին եւ դրանք բոլորը միշտ եղել են բոլոր տարիներում։ Բայց ժողովուրդը միշտ չէր որ բավարարվում էր եկեղեցու կողմից տրված թե վարդապետության թե մնացած բոլոր արարողությունները։ Գոյություն է նաև ժողովրդական քրիստոնեություն, այսինքն ժողովրդի մեկնաբանության քրիստոնեություն։ Ժողովուրդը իր հավատալիքները, որոնց մենք կարող ենք համարել նաև սոցիալապաշտություն, դրանք փոխանցում էր տնետու։ Հիմա ես ձեզ մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Ավելի մոտիկ է զանգել կամ հիմա զանգում են իր սկեսրոջը կամ զոքանչին ճշտում թե այս բանը ոնց անենք, հա, կամ դուք ոնց եք արել ավանդաբար, քան մինչև եկեղեցի հասնել։ Այսինքն մեկնաբանությունները գալիս են ավելի հաճախ այդպես։ Դրա հետ մեկտեղ, բացի ալիբիլիտից, որը ասացի բարաշատոքի մեր պատկաստում, կարևոր է նաև այդ երիտասարդության դերը։ Ուրեմն երիտասարդների համար Սուրբ Սարգիսը, մենք նշենք, որ Սուրբ Սարգիսը նախ սուրբ էր ու ուներ մի շարք լեգենդներ կապված, ասենք օրինակ Ջավախքում ասում են մի անգամ մի մարդը երեկոյան գյուղից գյուղ գնալիս, գայլերը շրջապատում են իրեն ու ինքը աղոթում է Սուրբ Սարգսին ու մի ձիավոր գալիս եւ քար է դարձնում բոլոր այդ գայլերին։ Մեկ ուրիշ լեգենդի մեջ մարդը, որը հիվանդություն ուներ, աղոթում է Սուրբ Սարգսին, որ ինքը բուժվի եւ ինքը 7 մոմ կվարի Սուրբ Սարգսի հիշատակին, բուժվելուց հետո չէր վարել այդ 7, ուրանում էր իր խոստումը եւ այդ մարդը խեղտամահեր էր, այսինքն նման լեգենդները, նման ավանդազրույցները ավելի են քաղցրացնում, ավելի են շրջապատում այս Սուրբ Սարգսի հետ կապված տոնակատարությունները։ Մի ուրիշ հետաքրքիր, ասենք տարբեր մեր հայկական համայնքներում տարբեր բաներ են պահպանվել։ Օրինակ, եթե Սիսիանի օրինակով վերեմ, այնտեղ տարածված է խմբերի տոնակատարությունը հենց Սուրբ Սարգսի տոնակատարության ժամանակ։ Սա հատուկ է հենց այդ տարածաշրջանին, Երվանդ Լալայանը նույնիսկ թուրքերեն խոսքեր է ունի գրած, այդ թուրքերեն խոսքերից պահպանվել է միայն Խդեր անունը։ Թուրքերը այսօր դրա մասին իրենք էլ, այսինքն մենք շատ ենք օգտագործել։ Չէ, Սիսիանի տարածքում ես դեռ երբեք չեմ եղել։ Ուրեմն խնդիրը ոչ թե բառի կամ երևույթի մեջ է, այլ տոնակատարության։ Այդ տոնակատարությունը տարբեր մեր հայկական համայնքներում որպես բարի ավետու տարածված է։ Ուղղակի Սիսիանի տարածքում ավելի թաթարական քոչվոր խմբերը որ շատ են եղել, լեզվական փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն մենք աղոթք անեծքը թուրքերենով են ասել, բայց ինքը երևույթը, տոնակատարության երևույթը բուն հայկական մենք ունենք ավետիստներ, որ երեխաները տնետուն են շրջում եւ թե Հիսուս Քրիստոսի ծննդյան հետ կապված տնետուն շրջելը կա, որ ուրախություն են հայտնում բարի ավետում են անում։ Սիսիանում դա փետրվարին, այսինքն հենց Սուրբ Սարգսի տոնակատարության ընթացքում է տեղի ունենում եւ այդ խդրի ժամանակ պետք է իրենք պարկերը գցում են ներս եւ տան անդամները պետք է քաղցրավենիքներ տան։ Նույնիսկ եթե տալիս են, աղոթք են ասում երեխաները, աղոթասը բարի լուր է, բարի կամեցողություն են ցանկանում, եթե չեն տալիս, անեծք են ասում։ Նույնիսկ Պարսկահայ մի կին պատմում էր, որ ինքը նոր հարս եկած ժամանակ, Սիսիանի տարածքում, երբ որ նոր հարս է եղել, այն ժամանակ երթիկով տները գիտեք, որ դայից են գցել։ Հարսը, որ պարկը տեսնում է իշնում է ներքև, վախենում է մտածում է թուրքերն եկել են, որ հողեր է գրավեն, տարած գրավեն, այդպես այդ կինը դուրս են գացնում ու փախնում։ Սուրբ Սարգսի տոնակատարության երևում։ Այսինքն արարողությունները միշտ չէ, որ նույն բանը կատարում են բոլոր տարածքներում։ Տարածված կերակուրներից կուզեի ասել, որ անպայման փոխինքի արկայությունը լինի, նույն Ջավախքում հետաքրքիր է, որ այդ նույն ձևի Ջավախքում փոխինքը դնում էին, դեպ փոխինքը բոլոր տարածաշրջաններում է հատուկ եւ իբր առավոտյան պետք է պայտի հետ կլիներ, դա նշանակում է, որ Սուրբ Սարգսը եկել ու անցել է այդ փոխինքի վրայով, ուրեմն Ջավախքում տղա երեխաները կատակ էին արել ու այդ պայտի հետքն էին թողել ու մի քիչ ձիու գոմախը առավոտյան հետան տրերը մտածել են, որ Սուրբ Սարգսի ձիու գոմախը դա եւ դա խառնել են փոխինքի հետ, պատրաստել են փոխինքից կերակուրներ ու բաժանել բոլոր հայտնի Գրիգորովի, բոլոր հայտնի հյուրերին։ Այսինքն այդպիսի իրավիճակներ են տեղի ունենում, շատ հետաքրքիր է ժողովրդի կողմից մեկնաբանությունը տոնակատարության ու իսկ ես նաև կուզեի իմ դաշտային նյութերից նշել նաև անջարի հայերի մասին, ուսաներցիների մասին, ովքեր Լիբանանում են տեղափոխվել, իրենց համար Սուրբ Սարգսի տոնակատարությունը ավելի շատ կապված է անվանակոչության հետ,
այդ ժամանակաշրջանում ծնված երեխաներին Սարգիս են կոչում ու այդ օրը վերածում են նաև այդ ծնված երեխայի որպես տոն, ծննդյան տոնից ավելի շքեղ են նշում եկեղեցու ներկայությամբ եւ մեր արևմտահայերի մեջ, այսինքն Սփյուռքի հայերի մեջ, ովքեր հիմնական արևմտահայ զանգվածն են կազմում, իրենց մեջ անվանակոչության տոնը շատ ավելի է տարածված եւ Սուրբ Հակոբի, Սուրբ Սարգսի տոնակատարությունները հենց ավելի շատ այդ ոգով են նշվում։ Տրնդեզի հետ կապված կուզեի ասել, որ նախ մենք թե մեր բոլոր տոներում ունենք ջրի ու կրակի հանդեպ մի քիչ ավելի ուրիշ վերաբերմունք, ամանորյա Սուրբծննդյան ջուրը դա բուժիչ է, տրնդեզի կրակը ևս դա բուժիչ հատկություններ ունի, թե մոխիրը բերքարարության հետ է կապված, այսինքն այդ ամեն ինչը ժողովուրդը իր մեկնաբանություն է տալիս, կապում էր Աստծու հետ, բերում էր իր համայնք եւ փորձում ինքն իրեն մեկնաբանել։ Ասենք տրնդեզի ժամանակ շորը մի փոքր վարվելը դա մեծ երջանկություն էր։ Ու ինքը տրնդեզը մտնում է նաեւ ժողովրդական հայկական հարսանիքի արարողակարգի մեջ ժողովրդական։ Այսինքն պարտադիր բոլորը դեռ որ ամուսնացանք շատ ձերով սա բոլորը խառնվելու են իրար այդ տրնդեզի ժամանակ, որտեղ վայ տունը պետքա մարդ գա, պետքա նվեր պատրաստել տեսում, կամ հարսին պետքա նվեր պատրաստել, այսինքն այդ արարողությունը ինքը մտնում է մեր հարսանեկան արարողության շարքի մեջ, ամուսնական, հետամուսնական շրջանի մեջ, ու շատ կարևոր է, որ այդ ընթացքում էլ հենց որոշում է, որ եթե կրակի վրայով թռնի, ապա պատղաբեր կլինի կինը, խնդիրներ չի լինի, չարը կխափանվի, չորը կրակը կտանի, այսինքն այդ ամեն ինչը ժողովուրդը փորձում էր մեկնաբանել այդ ձևը։ Եկեղեցին կապված էր ժողովրդի հետ։ Հավատացեք, մենք այսօր ավելի քիչ ենք եկեղեցու հետ կապված, քան ավանդական շրջանում։ Բայց տեղեկատվական դաշտի պակասի պատճառով իրենք սկսում են այդ ավանդազրույցների շարունակականությամբ փորձել մեկնաբանել ավելին, քան եկեղեցին էր տալիս։